Եվ սրա համար են ըստ էության անհոգնել ընդդիմախոսները պայքարում դպրոցաշինության ծրագրերի եւ ցանկացած ըստ էության զարգացման ծրագրի դեմ, որովհետեւ զարգացած հասարակությունը չի կարող հանդուրժել Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ, որովհետեւ կրթված հասարակությունում չի կարող լինել 1998 թվական, որտեղ ոչ Հայաստանի քաղաքացին կարող է գալ եւ զավթել իշխանությունը։ Չի կարող լինել 2003 թվական, որտեղ օրինակ վետերաններին կարող էին կանչել եւ մի տուփ սիգարետ տալ եւ 5000 դրամ եւ 2000 դրամ անգամ բաժանել մարդկանց, ցորեն, բրինձ եւ ալյուր եւ դրանով ուրեմն ստիպել, որ գնան եւ իրենց ընտրեն։ Չի կարող լինել 2008 թվական, որտեղ փողոցում մարդկանց էին գնդակահարում իշխանությունը ընկերներով իրար մեջ կիսելու համար։ Չի կարող լինել 2015 թվական, որտեղ սահմանադրություն հրամսրեցին մեր ժողովրդին, որը ընդհանրապես կապ չուներ այս ժողովրդի երազանքների, ցանկության եւ մեր պետության նաեւ հարատևման եւ գոյատևման հետ։ Եվ ամփոփելով, քանի որ շատ խոսքեր ասվեցին եւ շատ տվյալներ ներկայացվեցին, ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը այս բյուջեի համար, շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիական պայմանագիր կառավարող թիմին կատարված աշխատանքի համար եւ այսօր այս պահին իրապես մենք հանգիստ սրտով կարող ենք անել այն արտահայտությունը, որ ընդդիմադիր ժամանակներում մշտապես հնչել է Հայաստանի Հանրապետությունում, մենք ենք տերը մեր երկրի եւ սա անշրջելի է։ Շնորհակալ եմ։